Սիրելի քաղաքացիներ, թույլ տվեք այս անհասկանալի հրճվանքին չանդրադառնալ խնայելով ձեր նյարդերը, պարզ երկու ճշմարտության մասին խոսեմ։ Երբ ընդդիմադիրները հայտարարում են որևէ մեկի նկատմամբ, որ կա քաղաքական հետապնդում կամ որևէ մեկը քաղաքական հալածյալ է, ընդդիմադիրները այդ մարդուն սուրբ չեն հռչակում, չեն քննարկում որևէ մեկի սուրբ կամ ոչ սուրբ լինելը։ Քաղաքական հալածյալ կամ քաղաքական բանտարկյալ լինելը որոշվում է հետևյալ պարզ մեխանիզմով։ Արդյոք քո նկատմամբ կա տարբերակված վերաբերմունք կապված քո քաղաքական հայացքների հետ։ Այդ մի տարով, ընդհանրապես 5 չափանիշ կա, բայց այդ մի տարով է որոշվում քո նկատմամբ քաղաքական հետապնդում է, թե չէ։ Հիմա եկեք տեսնենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ, ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը, տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը, ու տեսել եք Գյումրու համայնքապետը կոտրելու, համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիծից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ, 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա, 0, դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել, այ էդ է տարբերակված մոտեցումը, ու ընդհանրապես այս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, հələ մի հատ կասեք, մի ընդհատեք, հանգիստ նստեք, ոնց է այնպես ստացվում Ռուբեն Ռուբինյան, ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հետապնդել, ընդդիմադիր համայնքապետ կա, Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերդինը ինչ էր, դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ, դատական համակարգի մասին, այդ հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Շնորհակալություն, ես ելույթ կունենամ։